Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանին։ Պարոն Դեմոյան, շատ շնորհակալ եմ, որ հրավերս չմերժեցիք։ Սկսենք այս աղմկահարույց դրվագից։ Մեր զրույցը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ձեզ դատի են տվել ձեր հայտարարությունների համար, հիշեցնենք մեզ դիտողներին, ովքեր որ տեղյակ չեն ինչ դրվագով, ինչի մասին է խոսքը, դուք հայտարարել եք, որ 2006 թվականին գողություն է կատարվել թանգարանից, գողացել են 19 անուն շատ կարևոր գրքեր։ Ձեր զրույցի ընթացքում Լավրենտի Բարսեղյանի հետ դուք կներկայացնեք իհարկե մանրամասները, բայց կարճ էսպես ներկայացնեմ, որ իմանան ինչի մասին է խոսքը մեզ դիտողները։ Զրույցի ընթացքում ձեզ ասել են, որ ասպիրանտներ են գողությունը կատարողներ, իսկ այդ ընթացքում ասպիրանտ եղել են Վլադիմիր Վարդանյանը եւ Արարատ Միրզոյանը, նրանք նաեւ հարցաքննվել են ըստ այդ հարցազրույցի եւ այս դրվագով ձեզ դատի են տվել, պահանջում են դրամական փոխհատուցում, կարծեմ 3 միլիոն դրամ փոխհատուցում եւ հերքում ձեր տեղեկությունների։ Ինչ եք պատրաստվում դուք անել։ Երկուսի նախաձեռնությունը խիստ գովելի է, մի քանի հանգամանքներով, նախ խնդրին տալու է հանրայնացում, ինչը իմ նպատակներից էր ելնում, որովհետև խոսքը ստեղծվում է ոչ թե պարզ գողության մասին, եւ նույնիսկ մի կողմ դնենք, որ այդ գողության փաստ արձանագրվել է Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտում, մենք այստեղ հարցը ձևակերպում ենք եւ այդպես եմ ձևակերպել բոլոր իմ խոսքում, ընդհանրապես պետք է ասեմ, որ բոլոր իմ հանրային ելույթներում եւ գրառումներում չկա ուղղակի մեղադրանք։ Այդ չեն տեսել երկուսն էլ, հատկապես իրավաբանական կրթություն ունեցող Վլադիմիր Վարդանյանը պետք է ուշադիր լինել, որ այնտեղ միշտ կա անմեղության կանխավարկածի արձանագրում, խոսքի սկզբում եւ խոսքի վերջում։ Հիմա երևի ֆինանսական կարիքներ ունեն վարկեր փակելու համար, չգիտեմ, կփորձենք այլ միջոցներ ճարել իրենց համար, որպեսզի բավարարենք այդ կարիքները։ Նորից թող մինչեւ այդ դատարանների վրա իհարկե ես հույս չունեմ, կասեմ ինչու, որովհետեւ ուղղակի սահման չկա դատաիրավական համակարգի, այն ինչ ասում ենք զանգովի արտարադատություն, ընտրովի արտարադատություն, դա համակարգային կոռուպցիոն մի սիստեմ է, որի դառնշում արդեն 3-րդ դատարանով, ճիշտ այսօր վերաքննիչի արդեն վճռաբեկի եմ դիմում, բայց արդեն հետ գրությամբ, թե ինչ եմ մտածում համակարգի մասին, բայց դա թողնենք ավելի ուշ։ Հիմա նախ եւ առաջ կա խոսքի կուլտուրա, ես չեմ կարող դատարկ տեղը, անհիմն տեղը, որևէ մեկին մեղադրել, թեկուզ հղում տալով, ինչ որ մեկ պատասխանատու անձի, ով տեղյակ է առաջինից ձեռքից, այսպես ասած, առաջնային տեղեկատվություն ունի։ Այսինքն չէիք կարող ձեզնից հորինել զուտ ինչ որ մեկին պախարակելու, հեղինակազրկելու համար։ Բոլոր իմ խոսքերում եւ գրառումներում կա միշտ այդ միջանցքը փոքրիկ այդ հատվածը, որից սահմանից անդին լինում է ուղիղ մեղադրանք։ Այսինքն ես չեմ պատկերացնում դատարանում, սիրով կգնամ իհարկե, կուզենայի, որ Արարատ Միրզոյանն եւ Վլադիմիր Վարդանյանը ընդանյոք հանդերձ իրեն զավակներն պետք է տեսնեն, որ մեղավոր են, թե անմեղ են։ Նպատակը նաեւ դա է, անհատական մակարդակով, բայց իմ նպատակը հաշվեհարդար չի։ Հաշվեհարդար չի իրենց քաղաքական թիմի, որ լկտի ձևով պահեցին Ծիծեռնակապերտում եւ շարունակաբար լկտիություններ են անում։ Ես կուզենայի, որ ամբողջ թիմը գար այնտեղ ԿՊ-ի եւ տեսնենք իսկապես կա պայմանը որն է դատական նիստում։ Պետք է հրապարակվի ընդամենը 2007 թվականին իմ նախաձեռնությամբ հարուցված գողության փաստով։ Ընդ որում դեռ մի քանի այլ դրվագներ կար, բայց դա հիմնական առանցքայինն է, այսպես որ։ Ինչի եք մտած։ Նախ եկեք մի հատ հասկանանք, այդ 19 անուն գրքերը ինչ կարևորություն ունեն եւ դրանց գողանալը ինչ հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար։ Տեսեք, եթե նախկին տնօրենը արձանագրում է գողություն փաստը, այդ բառը օգտագործում է, այդ տնօրենը նախկին արդեն այդ պահին ի պաշտոն է իմ խորհրդականն էր։ Այսինքն նեղացած թե ինչ չէր գալիս աշխատանքի եւ երբ որ ես վերցրեցի իրավաբանի չկար այդպիսի հաստիկ, ինքը հոխորտալից զանգով ինձ զանգած, ես իրավաբանի հաստիկ չեմ ունեցել, ինչու եմ բացել իրավաբանի հաստիկ, ասեցի կներեք պարոն Բարսեղյան, դուք մոռացել եք, որ ընդամենը խորհրդականն եք ինձ, տնօրենը ես եմ, հետաբար որոշումներ կայացնել, ում ընտրել, ինչպես եւ ինչ, եւ ասեցի օրինակ գողություն է արձանագրվել, ես աշխատողներից եմ իմանում, որ 19 միավոր խիստ արժեքավոր գրականություն, արժեքավոր այստեղ ասում ենք եւ պատմագիտական արժեք եւ նյութական արժեք, գինը, բայց եւ դա ցեղասպանության թանգարանի անձեռնմխելի ֆոնդի միավոր գրքերն են եղել, որոնք գողացվել են, որում նշվեց 2006, բայց իրականում դա եղել 2004-2005-ի Լինսի հիմնադրամով
վերանորոգման, հիմնավերանորոգման, այն որ նախարարը ներկայիս ասում է, որ երբևէ չի եղել, այդ ժամանակ եւս եղել է հիմնավերանորոգում եւ Հուշահամալիրի եւ Թանգարանի։ Այդ ընթացքում անհայտացել չի եղել ոչ մի վերանորոգում, անհայտացել են, այսպես ասենք, բայց ասենք օգտագործենք նաեւ Լավրենտի Բարսեղյանի խոսքը գողություն բառ, որ օգտագործել։ Ես ասեմ, ինչու չի հարուցվել պարզ հարցում։ Չէ՞ որ ես եկել եմ նոր տնօրեն ինչ անում, նա ընդունում հանձնում է անում, չէ՞։ Նախկինի հետ միասին։ Քանի որ նախկին տնօրինությունը եւ Լավրենտի Բարսեղյանը եւ Երանուհի Մարգարյանը տեղակալն էր այդ ժամանակ, հրաժարվեցին, եկան գրավոր հրաժարվեցին ընդունում հանձնում կապտել։ Ավելի ցնցող չի դառնում, չկար հաշվապահություն, ասեմ ձեզ, եւ չկար ֆոնդերի ստացում։ Հետևաբար առաջին անվտանգային քայլը, որ պետք է անի ցանկացած նոր տնօրեն, դա պետք է հարուցի քրեական գործ։ Երբ որ կա այդպիսի տեղեկություն, ես հարցաքննվել եմ որպես նախաձեռնող, հարցաքննվել են իմ տեղեկությամբ նաև Արադ Միրզոյանը եւ Վլադիմիր Վարդանյանը։ Չգիտեմ, եղել են նաև հարցաքննվող Թանգարանի աշխատակիցներ ֆոնդային բաժնի։ Այսինքն տեղեկությունները ես ստացել եմ, առաջի տեղեկությունը նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, ով ասեց, որ այդ գրքերը գողացել են ասպիրանտները։ Հիմա պաս ճշգրտում, ովքեր էին այդ տարի ասպիրանտներ։ Իմանում ենք երկու անուն, որոնց ծանոթ չի, դեպի ասում Արադ Միրզոյանին եւ Վլադիմիր Վարդանյանին այդ պահին ես ծանոթ եմ։ Մի քանի տարի անց եմ առնչվում տարբեր դրվագ։ Ուրիշ ասպիրանտներ չեն եղել։ Այդ տարիներին ասպիրանտներ այսպես է, ամեն տարին 1 տարին 2 տարին ասպիրանտներ են։ Այդ տարին եղել է եւ Միքայել Մինասյան, այսինքն 3 ասպիրանտ են եղել, ժամանակագրական առումով էպես ասում։ Հիմա հարցաքննությունների պահով ես տեղեկություն ունեմ, որ հարցաքննվել են Արադ Միրզոյանը եւ Վլադիմիր Վարդանյանը, հաստատագրում համար 1։ Հիմա նրանք կարող են ասեն մենք չենք հարցաքննվել։ Ձեր տեղեկությունը սխալ է, Լավրենտի Բարսեղյանը սուտ է ասել եւ այլն։ Թող ասեն, դատանում պետք է գալ ներկանալ, ոչ թե դատապաշտպանի ուղարկել, որը տեղյակ չի, հիմա այդպես են անում։ Գնում ես դատարան չեն գալիս։ Հարություն Մարությանի, Սուրեն Մանուկյանի դեպքերը այդ են վկայում։ Չեն գալիս։ Գան ինչ ասեն, երբ որ հարցեր պետք է տաս, որին պատասխան չունեն, կամ պատասխանից պարզ կդառնա դատարանին, թե նպատակը ինչ է։ Հիմա գալով դատական հայցին նախ երկու պարոնները պետք է սկսենք նայել, պետք է ասեն ասպիրանտ եղել են թե չէ։ Եղել են, չէ։ Լավրենտի Բարսեղյանը եւ Երանուհի Մարգարյանը սուտ են խոսում, սուտ տեղեկություն էին ինձ տալիս, որ ես քրեական գործ հարուցեի։ Երրորդ դրվագը հարցաքննվել են թե ոչ։ Չէ, պարզ հարցեր եմ տալիս։ Պետք է գան դատարան ասեն հարցաքննվել են թե ոչ։ Եթե ասեն այո հարցաքննվել է, իմ հերկման հիմքը կլինի հարցաքննության բովանդակությունը, որը ինչքան գիտեմ լրատվամիջոցներին վերջերս մերժել են տրամադրելու։ Իմել են, այո, ցուցմունքները ասել են, որ դա ինչ որ գաղտնիք է, գործը կարճված է եւ այլ։ Հիմա այս թնջուկ իրավաբան Վլադիմիր Վարդանյանը ո՞նց է լուծելու։ Իհարկե իրանք հույս ունեն իրենց կամակատար դատավորների դատարաններ։ Ամենապարզ բանը, հիմա ով կա, ամեկը ուզում են իմ դեմ դատական հայտ ներկայացնեն, փող աշխատեն, հերկում պահանջեն եւ այլն, որովհետեւ շատ պարզերում է դատավորների դեմքից հոգեբան պետք չի հասկանալ, որ արդեն զանգը հնչել է։ Դեմքին դա արտատպված է, դաջված է։ Հիմա ես ուրախ եմ այս դատական գործի համար, ինչու, որտեվ այն համապատասխան հանրայնացում է բերելու, որպեսզի մենք հասկանանք, նախկին ԱԺ նախագահ, ներկայիս արտգործնախարարը եղել է արդյոք գողության մեջ կասկադյալ հարցաքննությունից պետք է։ Արդյոք մեր նոր սահմանադրությունը հիմնական մայր օրենքը գրող հանձնաժողովի մեջ չէ, Վլադիմիր Վարդանյանը առնչվել է գողության թե ոչ։ Ես մարդկային առումով եմ ասում, մեծագույն ուրախ կլինեմ, շատ ուրախ մարդ կլինեմ, երջանիկ նույնիսկ, երբ որ իրենք զբաղեցնելով այդ պաշտոնը, որևէ առնչություն չեն, ասեն չեն հարցաքննի, ասպիրանտ չեն եղել, գողության մեջ թաթախված չեն եղել։ Բայց ողջամիտ կասկածներ կան։ Չեմ ուզում նույնիսկ դա ասեմ, եթե ողջամիտ կարկազներ չլինեին, ես դա չէի հանրայնացնի։ Ինչու եմ հանրայնացնում։ Դա իմ շահերից ելնելով չի, սա անձնական հաշվեհարդար չի իրենց քաղաքական թիմի լկտիությունների անբարոյական գործելավոճի Ծիծեռնակաբերդում, ընդ որում մի քանի դրվագներով։ Սա պետական անվտանգության հարց է։ Հիմնավորումը նախորդ բացահայտում եմ դատարանում Արադ Միրզոյանի եւ Վլադիմիր Վարդանյանի։ Պետական անվտանգության հարց է, հասարակությունը, լավ, ԱԱՑ-ն չի զբաղվում, ԱԱՑ-ն զբաղվել ուրիշ դրվագով, հա։ Ոստիկանությունը չի զբաղվում, քրեականը չի զբաղվում, քննչականը չի զբաղվում։ Ուրեմն ես ինչ, ես պետք է լռեմ, որ 50 տարի հետո ինձ ասեն՝ ի պաշտոնն է տնօրենը իմացել է, նույնիսկ գործ է հարուցել, հիմա որ սրանց պաշտոն են նշանակի, վախեցել է, չի բարձրաձայնել։ Այդ դա կոչվում է հարմարվողականություն, ոչ տղամարդկային վարք, որը մենք տեսնում ենք
իրենց թիմից, հա, շատերի մոտ։ Հիմա ես հանրայնացնում եմ եւ դատարանում եմ ասում եմ, իրենց շանս տալու։ Իմ հանրայնացումը մեղադրանք չի, դա շանս տալ է, որովհետեւ վերջո սրանք զավակներ էլ ունեն, հա, երեխաներ, ընտանիք ունեն, չգիտեմ։ Պետք է նախ մակրվել հարազատների առաջ ստորին բան եմ ասում։ Հանրույց ձեր քաղաքական թիմի շրջանում, որ դուք մաքուր եք, եւ իհարկե ամբողջ երկրով վերցած, վերջո սա հարց է, որը տեղային նշանակություն չունի, միջազգային նշանակություն եւ հնչողություն կունենա անպայման։ Իրենք քայլը լուրջ կատարել են, դատարան գնալով ինձնից հիմա պահանջելու փոխարեն պետք էր համատեղ հայտարարությամբ հանդես գալ, որ իրենք չեն եղել, առնչություն չեն ունեցել թանգարանի հետ, գողության հետ կապ չունեն, չեն եղել ասպիրանտներ եւ Լևոյան Հայկը սուտ է խոսում։ Ինչ դրվագով չեմ պատկերացնում։ Պարոն Դեմոյան, տեսեք ինչ խնդրահարույց պահ կա այստեղ հատկապես Արարատ Միրզոյանի մասով, դուք դա կապել էիք նրա հետ, որ հենց նույն տարում իր հավաքագրման հարցի հետ էիք կապել, հա, որ ինքը գործակալ է, Օմեգա չեմ կապել ենթադրաբար, միշտ ասեմ, որովհետեւ ենթադրել եք, որ այդ երկու հանգամանքները իրար հետ կապ ունեն։ Ամենամեծ խնդիրը տեսել եմ, որ հնարավոր է այդ հավաքագրումը եղել է չպատժվելու դիմաց։ Դա ենթադրություն է, ոչ թե հաստատագրում։ Դա շատ կարևոր նրբություն կա խոսքի լեզվի։ Այսինքն դուք կապել եք, եղել է գողություն, որպեսզի չպատժվի այդ գողության համար, ինքը համաձայնել է հավաքագրվել եւ հատուկ ծառայություններից։ Նույն ամիսն է, 2007 թվականի նույն ամիս, այն փաստաթուղթը, որ Միքայել Մինասյանը ցույց տվեց, հիշում եք։ Մենք խոսում ենք բաց փաստերից, այստեղ չկա ինչ որ միջանձնային հաշվարկների նպատակներ։ Փաստաթուղթ ցույց տրվեց։ Այնտեղ նշվեց ինչ, որ նա հանդիսացել է նաև որ երկրի ագենտ Թուրքիայի, որը ես չեմ կարող հաստատել, ինչու որտեվ պատմաբան եմ, գիտնական եմ, ես չեմ կարող այդ փաստաթուղթը դիտել որպես վկայություն, որ Արարատ Միրզոյանը, սա ի պաշտպանության իրան եմ ասում, թուրքական ագենտ է։ Բայց մենք վերցնում ենք 4 փաստը, դա այն է, որ ԱԱՑ-ից թուղթ է դուրս եկել, ինչ հանգամանքում դա իմ գործը չթող ներքին քննություն լինի, որտեղ արձանագրում է հավաքագրումը, դա պարզ հավաքագրում է, ինչքան Արարատ Միրզոյանը ասի, գիտեք, համաձայնվել եմ օգնել։ Այդպես չի լինում։ Դա կոչվում է հավաքագրել։ Դա նորմալ է, ասենք երկրի անվտանգության աշխատակիցները իրականացրել են իրենց առօրյա գործառույթը։ Բայց ինձ համար, եւ ուզում եմ, որ ոչ միայն իմ մեջ դա մնա, բոլորի համար խնդրահարույց է, արդյոք հարց ենք դնում, ոչ թե հաստատագրում ենք, հարց ենք դնում, արդյոք այդ հավաքագրման առաջարկը չի եղել չպատժվելու դիմաց։ Պարզ ձևակերպում, նույնը դատարանում եմ ասելու։ Եկեք այդ փաստաթուղթը, որը կա Օմեգա արդեն կեղծ անունով, չէ, որը հաստատեց Արարատ Միրզոյանը, խոստացավ նաև սպառնաց դատի տալ, հիշում եք, այդ ինչ որ մանրամասնություններ բացահայտելու համար, բայց առաջ չգնաց։ Հիմա հարց պետք է ընկնի, որ իմ պարագայում այսպես լավ առաջ են գնում, չունենալով որևէ բռնելու տեղ, այսպես ասած, հա, բայց այնտեղ մոռանում են տղամարդկային խոստումները։ Դատի տալ ասելը տղամարդու կողմից պետք է լինի մինչև վերջ, եթե դա հասնում է դրան, հա։ Եթե հարցուցանասել էր դատի կտան, հա, այն ժամանակ հիշեցնեմ, որ իրանք խոստացել են, որ դատի պետք է տար Արարատ Միրզոյանը, բայց դա կասեցվեց եւ չգնաց առաջ։ Այդ հարցը կհնչեցնեմ նաեւ այս դատան։ Լավ հարթակ է, ինչած շատ ուրախ եմ, լավ հարթակ է ստեղծվելու հենց դատական նիստում։ Նորից ասում դատարան, դատավորներ ինձ հետաքրքիր չի, որովհետեւ սա ուզում եմ հաստատագրում ասել։ Հանրության համար է սա ավելի կարևոր։ Բոլոր դատավորներին, դատարաններին, մարմիններին հակակոռուպցիոնա, չգիտեմ ինչը եւ այլն։ Ձեր աշխատանքը հարաբերականացված է։ Այսինքն ձեր բոլոր մասնագիտացումը, կրթությունը, գիտելիքները, վճիռները, դատավճիռները, քննություններն ու դատաքննությունները զրոյացված են։ Ինչու՞։ Եթե երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը պարզ տեքստով հայտարարում է, որ ինքը գիտակցաբար հանցավոր համաձայնության է եկել Իլհամ Ալիևի, այսինքն Հայաստանի դեմ վտանգներ ստեղծող հայկական բանակի եւ զինուժի կորստի մատնած կողմի հետ հանցավոր համաձայնության է եկել ցեղասպանության մասնակցելու համար արցախահայության, էթնիկ զտման եւ ցեղասպանության։ Հետեւաբար, եթե այդ մարդը այսօր կալանված չի հարցաքննվում եւ մեկուսարանում չի, Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած այցյանի դատարան, դատավորի վճիռ հարաբերականացված է, այլ կերպ ասած զրոյացված է։ Ում է պետք այդ վճիռները, երբ որ գլխավոր անձը, որը երկրի ղեկավարն է, հայտարարում է առանց քաշվելու, առանց ամաչելու, առանց վախենալու, որ ինքը ծայրագույն հանցագործության մեջ
մասնակցություն է ունեցել։ Հայերենում էլ ուրիշ ձևակերպում պարզ չկա բացատրելու, էլի, այս ամեն ինչը։ Հետևաբար այս դատաանին ես հարաբերական եմ վերաբերում, բայց ինձ համար շատ գեղեցիկ եւ հարմար առիթ է, որպեսզի հանրության լրատվամիջոցները գան դատական նիստերին, իհարկե մեծ երջանիկ մարդ կլինեմ, եթե դատական նիստերին ներկայանա նաեւ Վլադիմիր Վարդանյան եւ Արարատ Միրզոյանը։ Տեսեք, եթե Արարատ Միրզոյանի մասով այդ գործակալ լինելու կապը դուք տեսնում եք, Վլադիմիր Վարդանյանի մասով այդ կապը չկա, հետեւաբար հանցակցությունը ինչով է բացատրվում, հա, առերևույթ, այսպես ասած, ենթադրյալ հանցակցության մասին է խոսքը։ Հանցագործություն մենք չենք կարող ասել, մենք կարող ենք ասել հարցաքննվել է, որպես վկա է հարցաքննվել, որպես կասկածյալ, ես չգիտեմ, ծանոթում ինչպիսին է գնացել։ Հարցաքննման փաստ եթե եղել է, ուրեմն այդտեղից պետք է հրապարակվի, որ մենք տեսնենք ինչ հարցեր է ուղղել քննիչը, ինչ պատասխաններ է ստացել։ Ես հանցագործություն չեմ համարում քավոր սանիկ լինելը, հա։ Ոչ էլ ասել եմ քավոր սանիկը դա միմյանց փոխկապակցվելու ինչ որ դրվագ է, որ հերո չփախնեն, հա, իրար հետ փոխկապակցված լինեն։ Այդպիսի բան չեմ ասել։ Արձանագրել եմ փաստ։ Քավոր սանիկ են, օքեյ, քավոր սանիկ են։ Բայց որ ասպիրանտ են եղել, էլի ոչ բան չի նշանակում։ Նույն կարգավիճակով են եղել, հիմա հարցաքննվել են, հանգարանի աշխատակիցներն են նաև հարցաքննվել։ Եկեք հանրությանը պարզ ճակատով ասեք, հարցաքննվել ենք, պարզվել է, որ մեղավոր չենք, հարցաքննվել ենք, գործը կարճվել է, գողոն չի հայտնաբերվել, պատժվողներ չեն եղել, որովհետև այդը պարզենք ես դատական քննարկումների ժամանակ։ Վճիռ ինձ հետաքրքիր չի, կարող է 30 միլիոնին վրա գրեն, 3 միլիոն կգրեն, կարող ինչ որ բան նկարեն, բայց ասում դատարանների, դատավորների աշխատանքը ինձ համար արդեն զավեշտ է։ Եթե երկրի ղեկավարը հայտարարում է ցեղասպանության մեջ իր մեղսակցության մասին։ Պարոն Դեմոյան, այդ 19 անուն գրքերը, գրականությունը, որ նշեցիք եւ նյութական արժեքը եւ պատմագիտական, հա, արժեքը իրենց, ձեր կարծիքով դրանք նյութականի համար են գողացվել, թե հենց իրենց նշանակության համար, ինչի համար եմ սա ասում, մտավախություն չկա, որ սրանց գողանալը հետագայում կապ ունի այն քաղաքականության հետ, որը վարում են ներկայիս իշխանությունները, նկատի ունեմ ցեղասպանության շղթում, չգիտեմ, Արարատի մոռացում եւ այլն եւ այլն։ Դա շատ լավ հարց է, շնորհակալություն, բայց ես, քանի որ հիշում եմ վերնագրերը, խոսքը գնում է 18-ից 19-րդ դարի վաղ հրատարակությունների մասին, այսինքն 1700-ական, 1800-ականների առաջի կես։ Գրականություն, որը մասնագիտական չէ, այսինքն հայոց ցեղասպանության թեմային ուղղակի առնչություն չունեն, իրենք որպես հուշարձան գրքեր ունեն նյութական արժեք։ Հասկացա։ Այսինքն, եթե գողացվել է իրացնելու համար։ Իրացվել է թե ոչ, մենք պետք է ծանոթանանք հարցաքննության նյութերին, որտեղ հետաքննություն է, չէ՞ վարվել։ Իհարկե։ Պետք է հասկանանք դուրս եկել է հետաքննությունը այդ կետի վրա, ինչպես է դա կորել, այլ հարցաքննությունների արդյունքում, որովհետև պետք է գային նաև տեղազնուման, բայց 2 տարի անց եմ ես գողությունից հետո 2 տարի անց եմ հարուցել քրեական շատ աշխատողներ տեղում չեն, բայց առանցքային մեկ աշխատող կա, այս կցանկանա, որ Արարատ Միրզոյան եւ Վլադիմիր Վարդանյանը անպայման թախանձագին խնդրելով, որպեսզի Երանուհի Մարկարյանը այսօր աշխատում է ԿԳՄՍ-ում ոչ նյութական ժառանգության բաժնի պետի տեղակալ։ Երկար տարիներ է աշխատում է վստահաբար տեղյակ է բոլոր մանրամասնություններին գողության, եթե Լավրենտի Վարդսերյանը տեղյակ է, ապա 100-ից 100% նաև Երանուհի Մարկարյանը տեղյակ է։ Ես նույնիսկ Ժաննա Անդրեասյանին ասեցի, մի քանի դուռանկում ծեծեք, հարցրեք, ոչ թե հարցաքննեք, այլ հարցրեք։ Ես հույս ունեմ, որ Երանուհի Մարկարյանը գոնե ազնվություն կունենա այն բանով, որ կասի այո, եղել է գողություն, ովքեր են եղել այդ տարի ասպիրանտներ, եւ ենթադրում եմ նաև հարցաքննողների մեջ եղել է նաև ինքը, այսինքն Լավրենտի Վարդսերյանը չկա, բայց տեղակալը լիարժեքորեն տիրապետում է նյութին։ Այստեղ ես ոչ մեկի չմեղադրեցի գողության մեջ, տեսնում եք։ Կարծում եք կաշկանդվածություն չի ունենա հաշվի առնելով, որտեղ է աշխատում եւ հաշվելով մեր իրականությունը, կաշկանդվածությունը շատ գեղեցիկ հայերեն բառ է, կա ավելի կարճ բառ, կոչվում է վախ։ Հա։
Կմնաք մենակ հնարավոր է դատական այս Ես process-ում երբեք մենակ մնալուց չեմ վախենում, հատկապես տանը երբ որ մութ է լինում, ոչ էլ վախենում եմ միայնակ լինելուց։ Այնպես որ դատարանում էլ կարող է միայնակ լինել իմ ինձ կարծիքի հետ։ հետաքրքիր է որպես մարտաբանական ֆենոմեն, գործընթացները, դատավորների շարժու ձևը, կին դատավոր, տղամարդ դատավոր։ Ես շատ արագ հասկանում եմ էլ այդ մարդու հոգեբանությունը, չի կարող թաքցնել իր շարժու ձևի, խոսքի մեջ, փնթի թափթփված գործելավոճի մեջ, որ վճիռը արդեն կայացված է։ Ինձ ընդամենը process-ն է պետք, թե մարդը ինչպես են արդարանալու։ շարժու ձևը, պահվածքը, կեցվածքը ինձ հետաքրքիր է, ես ինքս կրթությամբ մարտաբան եմ, պատմաբան, անթրոպոլոգ եմ։ Այդ մանրուքները ինձ հետաքրքիր է, դրա համար եմ գնում դատարան։ Հասկացա։ Պարոն Դեմոյան, անդրադառնանք նաև ցեղասպանության հուշահամալիրում կատարվածին, որը մեծ աղմուկ բարձրացրեց, վանդալիզմ որակեցինք, լիքը այսպիսի հոմանիշ բառերով որակեցինք, բայց աղմուկից հետո ասեցին, դե սկանդալիստներ են նրանք, ովքեր աղմուկ են բարձրացնում, ըստ էության եսի միշտ չի եղել ու փակեցին ոնց որ թեման ու անցան առաջ։ Իրականում ինչ էր տեղի ունեցել, չպիտի ունենար դա ավելի լուրջ հետևանքներ, իրավական գործընթացներ, որովհետև ոնց հասկացա ես մասնագետներին լսելով, անդառնալի վնասներ էին հասցրել մեր հուշահամալիրին, այնտեղ բազալտի աստիճաններն էր, մույթերի հատվածը, քարի կույտեր էր լցրած տեսանք ու դա չգիտեմ ոնց են հետո վերականգնելու վնասները, ինչ կասեք այս մասով։ Դե հանրության շրջան բողոք եղավ, գիտեք, մի քանի բլոգերներ այնտեղ գնացին, Անահիտ Թարխանյանը գնաց ճարտարապետի կինը, երկրորդ ճարտարապետի։ Ես առանձին գնացի, որոշ այլ մանրամասնություններ իմ այցի եւ մամուլի ասուլիսի նման այսպես հանրության ներկայացուցիչների հետ եղավ։ Նախ պարզ տեղազնում, ինչ էր տեղի ունեցել, հա, որտեղ մի մասը ուղղակի արձանագրում էր ջարդածա, քանդածա եւ այլն, չի կարելի այսպես եւ այլն, արձանագրվեց մի քանի կետեր, այսպես մեխվեց, որ այն ինչ արվել է ի հակադրումն հաստատված նախագծի, քրեական գործ համար 1։ Նախագիծ կա, նախագծից դուրս շեղվել չէ, խախտել են նախագիծը։ Ըստ որում նախագիծը չենք այնտեղ քննարկում, որ դիտավորյալ խախտում է եղել, այսինքն դրանից ինչ են։ Ես մանրամասն հիմա կասեմ, խախտում համեմեկ քրեական գործ հարուցելու հիմքով։ Նախագծում ասված է ապամոնտաժել քարերը համարակալելով կամ առանց համարակելու, սալիկը դուրս է գալիս, տեղադրում է կողքը համարակալված, ջրի հետ կապված խնդիրները ճշգրտելուց հետո կամ խողովակներ կամ ջուրը տեղափոխող այլ հարմարանքներ մտածելուց հետո տեխնոլոգիական նույն բազալտի հուշարձան քարը, մենք խոսում ենք հանրապետ, ոչ թե հայոց ցեղասպանության հուշահամալիր է, այլ նաև հանրապետական նշանակության շատ բարձր կարգի հուշարձանի մասին ենք խոսում։ Այսինքն բոլոր մասերը այդ հուշարձանի համարվում է հուշարձան։ Հանելու փոխարեն, ըստ որում հանելու գործողությունը եւ տեղադրելը, մեխանիկական հանելը եւ տեղադրելը գնահատվել է 430,000 դրամ։ $1,300 մեկ քարը հանել եւ տեղադրելը։ Հասկացաք, չէ՞, այդտեղ ինչ կարող է լինել։ Լավ, դա նախագծում է։ Ապամոնտաժել է ասում է հանեցիք նույնը պետք է դրվի։ Ունենք այդ արդեն ես արձանագրեցի, որ հնդիկ բանվորներ էին բերել, այսինքն ոչ մասնագիտացված, ոչ պրոֆեսիոնալ կարողություններ հուշարձանի հետ գործ ունեցող, ուղղակի փողոցից բռնած մեկին առանց արտահակուստի, առանց անվտանգության բաների, բերել են, տվել են գործիքը, որ սա պետք է ջարդել, էս էլ ջարդել էր այն ինչ որ չպետք է ջարդել։ Այսինքն ապամոնտաժելու քարը անկյան տակ շեղելուց ցլեպ էր հանել մյուս քարից, որը չպետք է տեղաշարժվեր։ Ըստ որում սա քարը ունի ոչ թե մեկ երես, այլ անկյունային է։ Հետևաբար սա ոնց փոխես։ Չէ, պետք է քանդես նորից տաշես այդ մի ցլեպի պատճառը, որտեղ հուշարձանի տեսքը խաթարվում է։ Հուշարձանը խաթարվել է իր նախնական տեսքից։ Հուշարձանը չի վերականգնվի։ Հանրապետական նշանակության հուշարձանը իր նախնական տեսքով չի վերականգնվի։ Քրեական գործ համար 2։ Մյուսը անվտանգություն, այդ մասեր, որոնք ենթակա չէին ապամոնտաժման, արդեն ավերվել են, այսինքն վերևի հատվածի ծակոց այդ բաներից հետո
ալարել են թե չեն ֆայմել, ինչ ասեմ, ուրիշ բառ չեմ գտնում, գոնե ասենք պարկով ավազ դնեին կամ փայտի նյութ դնեին, որ վերևի քարերը, որը չպետք է կոտրվեին, ըստ նախագծի։ Կոտրված մեծ կտորներ ընկել էին, ջարդախել էին նաև աստիճանավանդակի բազալտի աստիճաններ, որոնք ենթակա չէին եւ այդ ջրահեռացման խնդրի հետ կապ չունեին։ Այսինքն երկու աստիճանավանդակ հիմա նորից հուշարձանի մաս 66-67, աշխատանքը սկսեց 65-ին, 66-67-ին արդեն այդ քարերը բերում դնում էին։ Մենք այդ հատվածում երեկմույթի վրա չունենք հուշարձանի իսկական օթենտիկ օրիգինալ քարը, բազալտի այդ քարը, որը 66-67-ին է։ Նորը կբերեն, գույնը ուրիշ կլինի, բայց տեսքն է կվերականգնի, բայց Ժաննա Անդրեասյանի ինչքան բացատրեց, որ հուշարձան էս ոչնչացրել, մասնակի լավ մեղմացնենք, բայց դա չի մեղմացնում քրեական գործ հարուցելու այս դրվագով մեղադրանք, որովհետև նախ ունենք շեղում եւ բոլոր սլակները ուղեցին ում ուղղությամբ։ Սաշուր Քալաշյանի։ Տեսեք, ճարտարապետը ինքը տեղյակ է, վերահսկում է Էդիտա Գզոյան, Սուրեն Մանուկյան, նախարար, նախարարության ներկայացուցիչ։ Ինչ ասեց Սաշուր Քալաշյանը։ Մեջբերում հրրե կոպալ գործ են արել։ Շինարարական ընկերությունը չունի հուշարձան վերականգնելու, ռեստավրացիա անելու փորձառություն։ Էլ չասեմ, որ կար տխուր պատմություններ այդ ընկերության հետ, հա, որտեղ ինչ է արվել։ Ուրեմն տեսեք, նախարարություն ինչքան փնթի, ինչքան կրավորական, ինչքան արհամարական վերաբերմունք կա հայոց ցեղասպանության թեմայի, զոհերի հիշատակի եւ այդ մարմնացումը հանդիսացող հուշահամալիրի մեջ տենդերով, ինչ որ տենդեր բառը գիտեք ինչ բառի հետ է, չէ, ասոցիացիում առաջին հերթին։ Տենդերով տալիս ես մի ընկերության, Ժան Անդրեասյան, միած չես ասում, միած զեկուցեք ինձ այդ ընկերությունը, որ պետք է գնա մի քիչ քաղաքական հարցեր կարող է, շահարկում կարող է լինի։ Հələ տեսնենք այդ ընկերությունը ինչ է արել մինչև հիմա։ Սուտ է խոսում Ժան Անդրեասյանը, որ վերահսկվել է, եկել էինք այնտեղ ոչ մեկ 3 ամսվա ընթացքում ինչ սկսվել է այդ աշխատանքները, քանդել, ջարդել, ապականել են, նախարարությունից եթե մեկը գնար, լիներ հայ։ Պարզ մարդ վերաբերմունք ունենար, հա, բայց սա դիտավորյալ արհամարանք է այդ գործերի նկատմամբ, թե հաշվի առնելով, որ իրենց ընդհանրապես պետականության հանդեպ արհամարանք է, ամեն ինչ հիմնավորվում է հանուն պետության, բայց պետական իշխանության, պետական համակարգի նկատմամբ ես պարգևավճարներ չեմ ասում։ Ընդհանրապես իրաց վերաբերմունքը եւ հայ քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքը։ Սա իրենց առօրյա գործառույթներից մեկը, չէ՞ որ նախարարը կարող է ասի մենք բյուջեից տարված գումարը չկայացած համերգի վերադարձնելու ենք, չէ՞, եւ այդ մասին կտեղեկացնենք հանրությանը։ Ժաննա Անդրեասյանն էր կարծեմ ասում, բայց Ժաննա Անդրեասյանը մոռացավ զեկուցեր։ Այդ նույն Ժաննա Անդրեասյանը, երբ որ 100 գիտնական 7-րդ դասարան տխրահռչակ դասագիրք որ մեկ անձ էր հեղինակել, բոլորը մի կողմ դրին իրենց ներքին գզվրտոցները, հա, մեկ այսպես հայտարարություն, որ ես կազմեցի, այդ հայտարարության տակ ստորագրեցին, որ չի կարելի, այսպեսի խայտարակություն, տեխնիկական խոտան, հակագիտական, հա, այս տեսած էր հրավիրեց մեզ եւ ուրիշ բառ չեմ գտնում, դա ցինիզմ է կոչվում։ Հրավիրում ես, մենք գնում ենք եւ կարող ենք մերժել։ Դեռ մեզ չլսած նախարարը մտնում է սենյակ, ասում է, ինչ էլ որ ասեք, միևնույն է, մենք ունենք պետական քաղաքականություն, այդ դասագիրքը չի հանվի։ Այսինքն աղբել լինի, թունավորված նյութ, միջուկային թափոնել լինի, մենք այդ երեխաներին ինչու էր հրավիրել։ Դա դեռ ուրիշ բան է։ Պարզվում է, որ այդ նույն ժամին հանդիպման պահին մեր գործընկերներից մեկի թաղամաս է մտնում ոստիկանական հաշվարկ եւ սկսում է ահաբեկել ընտանիք։ Նույն հանդիպման պահին։ Այստեղ են հանդիպում դասագրքի համար գալմաղալ անում։ Այս ձևակերպամբ Ժան Անդրեասյանը այդ նույն ոստիկաններից մեկն է։ Սա է բարքերը։ Այս բարքեր ունեցող մշակույթ ճակերտավոր ունեցող անձանց իշխանություն չեմ ասում, դա կոնգլոմերատ է, հավաքույթ է տարբեր բաներից։ Կարելի է իհարկե եւ շատ մի քիչ ճակերտավոր հանգիստ ընդունեցի, որ ոստանք ամեն ինչի ընդունակ են։ Հիշեք Արայիկ Հարությունյանի եւ Հովանես Հովանեսյանի խուժան ներխուժումը, հա, ծնորենի սենյակ, երբ որ ես կարճաժամկետ գործուղման էի գնաց։ Մեկ ամիս իրենց ասում է եկեք հանդիպենք, հասկանանք իմ աշխատանքից հեռանալու ձևակերպումը օրինական անենք։ Ես գործողման եմ գնացել ՊՕԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, հետը մեկ է ՊՕԱԿ-ը չկա, դարձել է հիմնադրամ, լուծումներ էի առաջարկում։ Ինչ էին ասում ցինիկաբար,
ոստիկան կբերենք, եթե թանգարանը չլքես։ Այդ պահին դեռևս պաշտոնակատար է, որտեղ դա արձանագրված էր նաև պետական եկամուտների փաստաթղթերում։ 1 տարի 4 ամիս շարունակաբար ես եղել եմ տնօրենի պաշտոնակատար։ Դե իրենք եթե ոտները դնում են մի կոշիկի մեջ, վերջ պիտի արվի։ Հա, հիմա ես տեսեք, այստեղ գալով առաջի հարցին, արդյոք այդպիսի ցինիկ վերաբերմունքը փողոցային գործելավոճը աշխատակազմի ղեկավարի, հա, Նիկոլ Փաշինյանի, ներկայիս ԵՊՀ ռեկտորի պայմանավորված էր արդյոք Արարատի եւ Վլադիմիր Վարդանյանի արդեն ոչ անգամ մութ պատմության հետ։ Չեմ կարող հաստատել, բայց որ իրենք ունեն կենթանական ատելության հասնող, դրան նմանվող ատելություն Ծիծեռնակաբերդի, հայոց ցեղասպանության զոհերի, հայոց ցեղասպանության թեմայի, պետք է հասկանանք իրենց մարդկային նաև տրավմատիկ միգուցե հիշողություն կա թանգարանի հետ կապված, տեղի հետ կապված։ Այսինքն փորձեցին ձեր հետ հաշվեհարդար լինել տեղի հետ կապված, նաև եւ իմ, որտեվ ես չէ քրեական գործ հարուցել։ Վերադառնալով ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին դուք փողերի լվացման մեջ էիք նաև մեղադրել, հաշվի առնելով, որ քիչ գումար չէին ըստ էության տրամադրել ամեն սալիկի ապամոնտաժման եւ հետո նորից տեղադրման համար 430,000 դրամ, դուք հաշվել եք $1,100 համարժեք դրամ մոտավորապես ու համեմատել եք դա Ամբերդի վերականգնման աշխատանքների հետ, որ այնտեղ 50%-ով ավելի պակաս գումար է հատկացվել 2 տարվա աշխատանքների համար ու հարց էր առաջացել ինչու եւ այլն սլաքներն ուղղել էիք Ժաննա Անդրեասյանի եւ Պետրոս Ղազարյանի ընտանեկան բյուջե ինչու որովհետեւ մտածում եք որ այդ գումարները գրպանվել են հենց նրանց ընտանեկան բյուջե են գնացել հիշում եմ անգամ սպառնացել էիք Պետրոս Ղազարյանին որ բյուզանդական կայսրերը անգամ քեզ չեն փրկի եթե մյուս անգամ այսպես անզգուշորեն հա ձեր անունը տա եւ այլն ինչ էր եղել ու ինչ տեղեկություններ դուք ունեք այս մասով առանցքային բարերը փողերի լվացում այս թեմայի մեջ ես արտահայտություն չեմ արել դա բոլորին այլ թեմա է դրան արժի անդրադառնալ փոքր ուշ ես ասել եմ կա կոռուպցիոն ռիսկեր դա լավ ձևակերպում է եւ տեղ է թողնում հա որ ռիսկերը չափվեն ամենայնպես ես իրավաբան չեմ քննիչ չեմ կոռուպցիոն ռիսկը երբ որ նախագծի մեջ մեկ ապամոնտաժումը հաշվարկվել է մոտավորապես $1,200 համարժեք դրամ, սովորական քարը պետք է հանվեր եւ տեղադրվեր, դա պետք է արդեն հսկիչը շինարարության հսկողը, եթե նա կոռուպցիոն թաթախված չի կոռուպցիոն սխեմաների մեջ, նա կասի դա ռիսկ է թե չկա։ Շինանյութի հետ կապված, աշխատանքի ծավալի հետ կապված։ Հետո անորակ շինարարին բերել, միգուցե որակյալին գրում են 50,000, սրանց տալիս են 10,000, դա էլ է ռիսկ։ Ենթադրաբար, հա, այդ ռիսկերը պետք է չափի։ Մենք այս բան ունենք մտավախություն կոռուպցիոն ռիսկի դա շատ մեծ ձևակերպում յուրաքանչյուրը կարող ասել ցանկացած հարցի թեմայի վերաբերյալ, հա։ Կոռուպցիոն ռիսկեր ես գտնում եմ որ այո կա եւ դրանք շատ լուրջ են։ Սկսած նաեւ տենդերից այդ ընկերությունը ընտրելուց երբ որ չի հետամուտ չի եղել նախարարություն հասկանալու այս որ ընկերությունը շահեց ունի փորձառություն հանրապետական նշանակության հուշարձան վերականգնելու այդտեղից սկսում է կոռուպցիոն ռիսկերը մնացած արդեն թվեր են որոշումների մեջ կա կոռուպցիոն ռիսկ եւ բյուջեի մեջ կա նաեւ իդեպ ասեմ որ որքան հասկացա վերջի քննարկումներ որ նորից ԿԳՄՍ-ն գախնի է պահում այսինքն հանրության հետ կապ չկա տեսեք իրենք չեն ասում ինչ արեցինք այն որ աշխատանքները դադարեցրել են դա արդեն մեղքի ընդունում է չէ հանրային ճնշման տակ դադարեցրել են մյուս մույթերը չեն ապականել այն որ իրենք արեցին փոփոխությունները որը բոլոր քննադատողները այդ թվում ես ասում էինք ոչ միայն ես, այլ մյուսներն են այդ երկաթյա բաները, բանթակներ, այդ տարածքը փակելը եւ այլն դատարեցումը դա նույնպես մեղքի ընդունում է։ Հնդիկ բանվորներին հանելը մի աշխատանքային միգրանտներ չկա, մեղքի ընդունում։ Հիմա անում են այն, ինչ որ առաջին իմ տեսանյութից տեսագրությունները բարեբախտաբար կա, ելույթներն կա։ Ընդհանրապես պետք էր 5-ից 6 քար, 6 սանտիմետր խորությամբ տաշել դրա դիմաց փոխարեն դնել 6 սանտիմետր հաստության բազալտե սալիկներ բարակ եւ դա մոտակա 30-40 տարվա համար լիուլի բավարար էր այսինքն բյուջեն կարող է լինել 10-ից 15,000 այլ ոչ թե մոտ $2 միլիոն հիմա տեսեք նախարարությունը չի ասում բյուջեի վերահաշվարկ եղել է թե չէ եթե բյուջեի 1 դրամ անգամ
էժանացվել է, ուրեմն մեղքի ընդունում է, ճիշտ է։ Բյուջեն վերանայվել է։ Բայց ես կարծում եմ, որ այո, վերանայվել եւ դա պարտավոր է հաշվետու լինել։ Հիմա այս աղմուկի արդյունքում պետական բյուջեն շահել է, այո, ես գտնում եմ, որ շահել է, եթե վերանայվել է եւ կրճատվել է ծախսերը։ Հիմա անում են ճիշտ այն նույն լուծումը, ինչ որ առաջարկել։ Քերում են, այս բան տեսանյութներից պարզ երևում է։ Այն հատվածը, որը քայքայված էր, քերել են խորությամբ, մոտ 5-6 սանտիմետր, եւ պետք է սալի։ Շնորհակալություն հայտնելու են, իհարկե ոչ։ Ոչ նախարարության, ոչ պետական բյուջեն փրկելու համար, այլ իրենք նեղացածի դերով են հանդես գալու, դրանում որևէ կասկած չունենանք։ Հիմա գալով ռիսկերին, փողերի լվացում, այս պարագայում ես չեմ օգտագործել փողերի լվացում արտահայտությունը, բազմաթիվ անգամ հիշատակել եմ, որ իմ հանդեպ վերաբերմունքը Միացյալ Նահանգներից վերադարձավ մոտ 9 ամիս ես Հարվարդի համալսարանում էի։ Գիտահետազոտական աշխատանք, դասախոսական աշխատանք եւ այլն։ Հարվարդի համալսարանից հետ եկա։ Ինչ որ մարդկանց համար, որոնք ովքեր հաշվարկել են, որ ես Միացյալ Նահանգներից չեմ վերադարձել, դա վատ նորություն է։ Ինչու՞։ Ժամանակակցությունը հետեւյալն է։ Կար գումար, որը բերվել էր հայտնի նպատակի համար, բայց անհայտ ուժերի կողմից, պայմանական եմ ասում, որը պետք է օգտագործվեր հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության, մինչ հիմա այդ ցուցադրությունը կա, որը իմ հեղինակային, այսինքն գիտական ամբողջ կոնցեպցիան, ինչ նկար, ինչ խորագիր, 99%-ով դա իմ հեղինակայինն է, նկարների տեղադրումը, դիզայնի 50%-ը իրականացրել է կինս։ Մենք սկզբունքային որոշում կայացրեցինք, այսինքն քննարկեցինք տանը, ասեցի, որ պետք է պատմություն ստեղծել։ Եվ կինս համաձայնեց, մենք հրաժարվեցինք գումարից։ Եվ դա հանրայնացրեցի։ Դա ինձ չներվեց։ Պարզ ասում եմ, այդպիսի որոշումը համակարգային կոռուպցիայի պայմանում, երբ որ դու ունես օրինական, շատ մեծ գումար աշխատելու հնարավորություն, չես օգտվում դրանից, մի հատ էլ հայտարարում ես, որ անվճար գործ ես անելու, համակարգը քեզ դուրս է նետում։ Դա բոլորը թող իմանան։ Հասկանում եմ, որ համագործակցել ձեր հետ չի լինի։ Նաև այդպես, այսինքն փող ուտել իմ հետ չի լինի, այսպես ասած, բայց պարզվում է շատ կարճ ժամանակում, եմ տատկիս ասած միամիտի Աստվածը, պարզվում է, որ երկու տարբեր տեղերից շատ խոշոր գումարներ էին բերվել Հայաստան 2014-ի, 13-14-ի համար, որը պետք է օգտագործվեր թանգարանի ցուցադրության համար, այսինքն այն գործի համար, որի գիտակը այդ պահին ես էի, որովհետև 10 տարի նյութ էի հավաքել, եւ մենք ուսումնասիրել ենք նաեւ այլ թանգարանների դիզայներներ եւ այլ, որպեսզի կարողանանք իրագործել։ Նախապատրաստական շատ լուրջ աշխատանք էր կատարվել։ Այդ գումարը իհարկե չի իրագործվում, որովհետև ես հայտարարել եմ, որ անվճար եմ արել եւ ես եմ անում։ Այն ուժերը, որոնք փորձեցին։ Հետո այդ փողերը ինչ են անում։ Այդ փողերը դեկտեմբերին 15 թվականի հռչակվեց որպես տնտեսված գումար։ Հայաստանում տնտեսվում է նաև գումարներ, այսինքն հայոց ցեղասպանության 100-ամյակի բյուջեից, որը ես չէի տնօրինում, համարեց, որ տնտեսված գումարը հայտարարեց, որ դա կդրվի Հայաստան համայնքական հիմնադրամի հաշվին եւ 5 տարով տոկոսներ այդ 5 տարվա կկա թանգարանի, որպեսզի թանգարանը արտեֆակտներ, նյութեր գնի տարբեր հաճույքների։ 16 թվականի ապրիլին ես ստորագրում եմ Արա Վարդանյանի հետ պայմանագիր, հիշում եք, Հայաստան համայնքական հիմնադրամի, ապրիլ ամիսն էր, մայիս 16 թվականի, այսինքն մինչև 2021 թիվը այդ գումարը պետք է դրված լիներ այնտեղ եւ տոկոսը գար թանգարանի կարիքների օգալու համար։ 17 թվականի լրանում է իմ ժամկետը երկրորդ։ Եվ ես նախագահի հետ հանդիպման ժամանակ ասում եմ, որ ես այլևս չեմ պատրաստվում շարունակել, որտեղ 5 տարին դա օրենքի պահանջն է։ 5 տարի, որից հետո դու պետք է հեռանաս, որտեղ աթոռը չի կարող քո հետ սերտաճի։ Ակադեմիայում այսօր կան տնօրեններ, որ 5-րդ անգամ են 5 տարի ընտրվում։ Առաջարկվեց լավ եմ մտածել, ասեցի, այո, ես ուղղակի նաև իմ հանդեպ վերաբերմունքը որ եղավ, շատ կոպիտ նաև եղել էր սպառնալիք հաշվի հարդարի, որպեսզի ես պետք է զիջեի թանգարանային ցուցադրությունը, ես չանեի, այլ մարդիկ անեն, հասկանալի է թե ինչու, որտեղ գումար էր բերվել։ Դա պետք է ձևակերպել։ Կապ չունի, որ այդ մարդը մասնագիտացված չէր հայոց ցեղասպանության թեմա, որ խոստովանեց ինձ, որ ինքը չի կարող դա անի։ Հայտարարվեց տնտեսված գումար դրվեց Հայաստան համայնքական հիմնադրամին, երբ որ ես Հարվարդում եմ եղել, ես եկա 18 թվականի հունիսի 2-ին, մայիսի 15-ին հաշիվը փակվել էր, գումարը անհայտացել էր։ Այսինքն Միացյալ Նահանգներից իմ վերադարձը դիտվել էր խիստ անցանկալի, որտեղ եթե ես գայի, լինեի թանգարանում, առաջին հերթին կիմանայի, որ կոպիտ խախտումներով։ Իսկ դրա համար էին Արայիկ Հարությունյանը եւ ենթադրում եմ,
բառը տեսեք, ենթադրում է, որ իրենց սպառնալիքները ոստիկան կուղարկենք, սա Հովհաննես Հովհաննիսյանի ողջուններ Երևանի պետական համալսարանի ողջ դասախոսական կազմին եւ ուսանողությանը։ Հովհաննես Հովհաննիսյանը զանգարեց, ասեց ողջունում եմ ձեզ Նոր Հայաստանում։ Այն ժամանակ իրական չէր, նոր էր, հա։ Հա, դուք իրավունք չունեք այդտեղ գտնվել, մենք ոստիկան կուղարկենք, եթե չլքեք տնօրենի սենյակը։ Նշում եմ, այդ պահին ազատված չէի տնօրենի պաշտոնակատարից եւ դեռս 1 տարի 4 ամիս պետեկամուտներում հաշվառվում եմ որպես տնօրենի պաշտոնակատար։ Ես ասեցի, եթե այդքան հզորեք, եկեք ոստիկանների հետ սուրճ խմենք, հասկանանք օրինական ձևով ոնց է ձևակերպում, որպեսզի հետագայում դատական քաշքշուկներ չլինի։ Չի կարող, չէ՞, մեկին դու նախ հաշվարկ չկա հաշվարկական։ Բռնի մեթոդներով այսպես հանել դուրս շպրտել։ Եվ չես կարող ասել, հիմա ասում են, որ ինձ աշխատանքից հեռացել են։ Ո՞վ է հեռացրել, ուր է հրամանը ազատելու։ Հրաման չկա ազատելու։ Ազատման հրաման գոյություն չունի։ Անօրինական ընտրվեց Հարություն Մանուկյանն։ Ընդ որում ասում են, հաղորդման ժամանակ էլ ասեցի 5 տարվա աշխատավարձ ինքը պետք է պետբյուջե վերադարձնել որպես ոչ պրոֆեսիոնալ, ոչ մասնագիտացված չէին տվել։ 1 տարի 4 ամիս հետո նոր իմ հետ, իմ նախաձեռնությամբ ինչ որ թուղթ ստորագրելու անօրինական էլի, դրա հիման վրա տվեցին, որը անօրինական է։ Նորից ասում, ազատման հրաման գոյություն չունի, որը կոպիտ խախտում է աշխատանքային իրավունքի, մարդու իրավունքների եւ այլն։ Մայիսի 15-ին Նիկոլ Փաշինյանը հիմա օրականներով են, չէ՞, ասում խաղաղությունը քանի օրական է, 1 շաբաթական վարչապետ է, այդ ժամանակ եւ տեսեք, եւ փակում են հաշվի համարը, որում վաղորոք ժամկետով եթե հաշվի համար ես փակում, արձանագրություն պետք է լինի, տույժ, չէ՞, որտեղ վաղորոք ես փակում, տույժի կտրոնը պետք է լինի, արձանագրությունը եւ ամենակարևորը ուր գնաց այդ գումարը։ Այդ գումարը ուր գնաց, խոսքը $830,000 մասին է, որը Հրանուշ Խառատյանը, որը հոգաբարձուների մեջ եղա, ասեց, այդ ինչ մի թիվ է, որ այսինքն իր պատկերացմամբ դա կարելի է հենց այնպես էլ ինքը շատ լավ գիտեր այդ ինչ թիվը եւ ուր է գնացել այդ գումարը, բայց նույն մայիսի 15-ին ձևավորվում է Հայոց ցեղասպանության Թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը։ Այդ ժամանակ որևէ մեկի հետ կոնֆլիկտ չկա, բախում չի եղել, ոչ Արայքի հետ, Հայնի գրությունն է եւ այլ եւ այլ։ Եվ ես արդեն հասկացա, որ եթե ինձ նույնիսկ որպես նախկին տնօրեն դիտարկել, որ ես չէի պատրաստվում շարունակել, վերջացել էր, ասենք 5 տարին եւ վերջացա, չեն առաջարկում նաեւ հոգաբարձուների մեջ, ուրեմն այստեղ լուրջ խնդիր կա։ Ըստ որում սրանք նորով են եկել եւ ինչ էին անում, քարկոծում էին նախկիններ։ Դուք արդեն նախկին եք համարվում։ Հա, ես իրենց պատկերացմամբ, բայց հասկանալի որ իրենք նախկինների հրահանգն էին կատարում այս դրվագով, այստեղ է ամենամեխը սա է։ Իմ դեմ վերաբերմունքը լկտի, ցինիկ, այսպես, դա պատժելու այն ցանկություններ, որը կար որոշ նախկին իշխանավորների մոտ, որովհետև իրենք չկարողացան իրացնել գումարը, որը դրվեց որոշ ժամանակով սպասելով իմ ժամկետի ավարտին, հա։ Եվ 18 թվին շատ արագ, մայիսի 15-ին ձևակերպում է հոգաբարձուների խորհուրդը, ես գալու եմ 2 շաբաթ հետո, բայց այդ ժամանակ նաև փակում է հաշվի համարը։ Ուր է գումարը։ Մինչև հիմա Հայկակ Աշրամյանը 2 գրավոր հարցում, 2 հեռախոսազանգ, որոնք պատմական գիտությունների տեխնացու, այսինքն կարող է որպես գոլեգայի հրավիրել սուրճ խմել, մոտիկի ծանոթանալ, դասախոս է եղել պատմության ֆակուլտետում մեր, որևէ կոնֆլիկտ չի եղել, այսինքն կարող է կանչել, ասել, խնդրեմ, Հայկ ջան, Դեմոյան ջան, էս աղամուկ պետք չի էլի անել, կա։ Այդպես էլ ոչ մի պարզաբանում, Պարզաբանում եղավ ԱԱՑ-ի պատասխանատուն Հայոց ցեղասպանության Թանգարանի գծով պատասխանատու կա միշտ անվտանգության, որտեղ գիտեք նախագահներ են գալիս եւ այլն, անդադ այդ աշխատանքը սովորական է։ Ով արդեն համակարգում չէր, խոստովանեց, որ ոչնչացվել էր 2 մայր օրինակները իմ ստորագրության պայմանագրի, Հարություն Մանուկյանի օրոք ոչնչացվել է Թանգարանի օրինակը, ոչնչացվել է նաեւ Հայաստան հիմնադրամի օրինակը։ Այս նաեւ Հայաստան հիմնադրամի բոլոր շահառուներին, նախագահներին, հոգաբարձուներին, ջերմ ողջուններ։ Գնացեք Արադ Միրզոյան եւ իրավաբան Վլադիմիր Վարդանյան։ Պարզեք, ես սուտ եմ խոսում, թե չէ։ Նաեւ այս դրվագով
Չէ՞ որ ձեր թիմից է, ձեր հետ անցել է ճանապարհ հեղափոխական։ Եվ այդ գումարի պատմությունը, որի հետ կապես եղել նաև հաշվեհարդարի ֆիզիկապես, հաշվեհարդարի նաև սպառնալիք է, որ ես չէի զիջում եւ ինքս արեցի այս ցուցադրությունը, որը չեն կարողանում փոխել։ Տեսեք 10 տարի արդեն մի բան չեն կարողանում փոխել, որտեղ պետք է ունենար գիտելիք պաշար, ինչը չկա։ Հա, եւ սա էլ բավական լուրջ հետաքննության բան է եւ Ուրան հետացավ $830,000 ասել, դա ինչ եղավ, քեշ եղավ, այլ նպատակի օգտագործի։ Ես շատ པարզ գրել էի Հայկակ Արշամյան, գրի ինչ նպատակով է օգտագործել, բայց ցույց տուր ժողովի նիստը, որով հաշիվ է փակում։ Դու գանք տուժի կտրոնը վաղաժամկետ հաշվի համար փակել։ Նպատակային հաշվետվությունը չէ գումարը ինչ որ բանի որ օգտագործում է, հետ պետք է գա հաշվետվության տեսքով, չէ՞։ Այդ երեքը ինձ մի ցույց տուր, ես լրատվամիջոցների հետ եմ գալու, որպեսզի հանրությունը իրազեկել բոլոր իմ քայլերի մեջ կա հանրությանը իրազեկելու։ Գիտեք, մեկը կարող է գերադասել հանգիստ ապրել, չէ՞։ Ում է պետք խոսեմ եւ այլ կոնֆլիկտ, հազար հետ մեկի բարեկամը կնեղանա, մեկը պարզում է իմ ընկերը սրայից կնեղանա, որտեղ իր հետ կապ ուներ։ Ես այդ տեսակը չեմ, որտեղ ես կոնֆլիկտային եմ կամ սիրում եմ կռիվներ, որը ազդում է նաև ընտանիքի վրա։ Ես սկզբունքային մարդ եմ։ Այդ սկզբունքներից չեմ կարող դույզնիսկ մեկ քայլ, կես քայլ հետ, որտեղ բոլոր հարցերի մեջ ոչ թե իմ էգոն է, այլ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է։ Ինձ համար բարոյական առանցքը դա է։ Ցավում եմ, որ հազարավոր, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների համար, ովքեր վերապրողների ժառանգներ են 3-րդ, 4-րդ սերունդի, այդ բարոյական սկզբունքը հանած է, դրա համար մենք ունենք այս ճգնաժամը։ Պարոն Դեմոյան, շատ մութ պատմությունների քննարկումների մեջ մտանք, իրականում ինձ համար էլ մի շարք խնդրահարույց դրվագներ մատնանշեցիք, որոնց հետքերով ես կուզենամ այսուհետ ինքս էլ հետաքրքրվել, խորանալ, գնալ, տեղեկանալ, պարզել, թե իսկապես այդ գումարները ուր են անհետացել։ Բայց եկեք մեր զրույցը տեղափոխենք մի քիչ քաղաքական շրջանակ այն մասով, թե ինչի են կռիվ տալիս այս իշխանությունները Արարատի դեմ, ինչի փորձեցին պարզել ցեղասպանության, զոհերի ցուցակներ ինչ որ կազմել, հասկանալ ովքեր են, նույնականացում անել, չգիտեմ ինչ, ինչի են մտնում այս դաշտ ընդհանրապես, դա մեր շահերից է բխում, թե բխում է թշնամի երկրի շահերից։ 2020 թվականի օգոստոսի 1-ին գրառում կատարեցի, վերջերս դա հիշեցրեցի։ Կանխազգումը շատ պարզ էր, ինձ մոտ ուղղակի կանխազգալ, որ ինչ է տեղի ունենալու, որովհետև որոշումների քայլերի հաջորդականությունը եւ դրանց ամբռնազբոսիկ լինելը, այսինքն բաց տեքստով է դա 2020 թվականի օգոստոսի 1 չափորոշիչներ երբ որ մտցրեցին դասագիրք ինչպես գրելու եւ այդ չափորոշիչ գրողներից մեկը Թուրքիայով անցած էր։ Լիլիթ անունով աղջիկ։ Հասկացա, որ եթե դա բաց արվում է, չկա վերահսկողություն կանխարգելում, հացն պետք է գործեր, չէ՞։ Աղջիկ ջան, ինչ է սարել Թուրքիայում։ Այդ նույն հարց չեն տալիս։ Արայիկ ջան, այդ Թուրքիայում 4 տարի ում հետ է իր հաշտվում, մի հատ էլ դերձակ ուներ Ստամբուլում, հա, որ հակնում էր։ Այդ դերձակը ով էր։ Երիտասարդական ինչ որ հաշտեցման հանձնախմբի մեջ է եղել։ Պաշտոնական կենսագրությունից եմ Հարությունյան Արայիկ Հարությունյան, որ հիմա աշխատակազմի ղեկավարը 4 նախարար էր, 4 նախարարություններ է ղեկավարում, ճիշտ չէր կարողանում արտաբերել հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի անունը մի քանի անգամ, հիշում եք հայտնի գրությունից հետո իմ ասում էր Եղեռնի տուն թանգարան։ Նախարար մշակույթ։ Ռուբինյան։ Այս ինչ թուրքական հետքեր են։ Այս ով է թույլ տվել, ես ասում եմ 18-ից առաջ, ոչ թե 18-ից հետո ուշադրություն դարձնենք, 18-ից առաջ սրանք Թուրքիայում ինչ գործ ունեին։ Այս ինչ second track diplomacy էր սա, պրոտոկոլ 2-ի ցրծամն էր սա։ Հələ քանի արևելագետներ կա սրանց մեջ։ Մենք գիտենք, չէ՞, արևելագետները վերջում 4-րդ կուրսում ինչ են լինում։ Բոլորն է գիտեն, իրենք էլ գիտեն։ Այս բաները փոքր երկում ոչ միայն հնարավոր չի կոծկել, այլ պարզ տրամաբանության մեջ, պարզ տրամաբանական հարցերով կարելի է գալ սրան։ Հիմա արժեհամակարգի դեմ պատերազմը հրահանգավորված հանձնարարություն։
չափազանցություն չի, դա պարզ երևում է։ Այս բան չի, որ զբաղացնում է ժողովրդին, հայոցը Հայաստանիա դառնում, դասագիր կա գովազդում, Արարատը, չգիտեմ, հրապարակային ինչ որ էմոցիաների ազդեցության դա շուկայի նեխաձմիր բանջարեղեն վաճառողի հոգեբանությունը, ինչքան շատ իրացնի, հա, ինչքան էլ մնաց կթափի կամ կտանի տուն խոզերին, այդ հոգեբանության։ Հիմա ում է խոզի տեղ դրել այս իշխանությունը, հասարակության մեջ այո տգետ զանգված կա, որ իրանց հենասյունն են, տգետ, անհաշվետու, անսկզբունքային, ասեցի նաև ստահակ, արժե համակարգ չունեցող ստահակներ, որոնք պատրաստ են պաշտոնի, փողի, հարմարության համար վաճառել սեփական պատիվը եւ ինքնասիրությունը։ Տեսնում ենք։ Նույնիսկ ամեն օր շփվում ենք այդ զանգվածի հետ։ Բայց կա ինչ որ մի խումբ հանրության շրջանում, որը վերջո մարդկային բանի վրա է, չէ՞, հանրությունը։ Եթե մենք ամեն օր ելնենք հանցագործություն անենք, մեկին վնաս տանք, մեկի դեմ շարրանենք կամ ինչ որ լուտանքներ թափենք հայոյենք, հասարակություն չի դառնա հասարակություն, չէ՞, որտեղ կա չգրված օրենքներ, պահվածքի, վարվելակերպի։ Հիմա մենք դրանով դեռ հələ կարողանում ենք նավարկել, դրանք օրենքները կան, բայց խնդիրը հասարակության մեջ հանդուրժումն է։ Այդ ամեն ինչը ասում է դե լավ, կարելի է թողեսի ասեց, անցնենք հիմա մյուսը կգա, մյուսն էլ ասում արանքում հեծանիվա։ Որովհետև չի հասցնում հասարակությունը Մարսի, պարոն Դեմոյան, անընդհատ հասարակության առջև գցում են նոր գզելու թեմաներ, այսպես ասած, նոր կերակուրներ։ Մարսելու համար ինչ է պետք, ստամոքսի հյութը, չէ՞։ Այդ ստամոքսահյութը իդեմս մտածող մարդկանց, որոնք մենք պայմանական ասում ենք սովետական տերմինով, մտավորական։ Այս ստամոքսահյութը չկա, որ Մարսեսնի ժողովրդին ասի, սրանք տկարամիտներ են, սրանց մի լսեք, ընդհանրապես սրանց դուրս շպրտելու ժամանակն է։ Մեր մտավորականները ասում են, սա քաղաքականություն է, մենք քաղաքականությանը չենք խառնվում, չնայած քաղաքականությունն է իրենցով զբաղվում, երբ որ դու չես զբաղվում, օգտագործում է իրանց։ Իրենց լռությունն էլ է օգտագործում, իրենց էլ է օգտագործում, լնայեք այդ քանդակագործներ խառնվել սրա նրա պատտա նողկանք առաջացնող տեսաներ, բայց մի հատ ցնցող բան ասեց այս վերջերս 9-րդ դասանի պատմության դասագրքի համահեղինակներից մեկը, երբ որ քննադատական առաջի գրառումներ արել է մինչև գրախոսականը, դու ցանկացած գիտնական պետք է գրի գրախոսական, եթե քննադատում ես, ոչ թե Facebook-յան գրառ։ Զանգահարեց ինձ, ժամանակին աշխատել էր մի քանի ամիս թանգարանում, ընդունել էր աշխատանք։ Պարոն Դեմոյան, ես ինչ է գրել, ես սոցցանցերում չկամ եւ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Շատ ցույց տալիս, դա գիտական աստիճան ունի, կոչում աստիճան ունեցող անձի ձևակերպում է։ Ես սոցցանցերում չկամ, ուրեմն եթե սոցցանցերում կաս, ուրեմն ինչ որ բան գրելով դու քաղաքական ես դառնում։ Հա, լոգիկան հասկացաք, չէ՞։ Ես սոցցանցերում չկա եւ ընդհանրապես ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Այս մարդը, որը զբաղվում է առաջի հանրապետության ամբողջական էպոխայի ուսումնասիրությամբ, երբ որ պետք է առաջիններից մեկը պատմաբանների մեջ ինքը հասկանար, թե ինչ է կատարվում, այ մեր պատմաբանների 99%-ը նախ լռում է, որովհետեւ չի ուզում միջամտի։ Դասախոս իրակ դասախոսություն անում, գնում է տուն։ Ակադեմիականը գնում է 2-3 օրվա մեջ է, հոդված են գրում, հիմա 2-3 օրվա մեջ, առաջ հոդվածը գրում էին 3-4 ամիս, անցնում էր ինչ որ փուլ գրում էին, ջնջում էին։ Հիմա 2-3 copy paste նստած սենյակ չեն գնում գրադարան արխիվ։ Արագ-արագ հոդված են գրում։ Գնաց տուն։ Գնում եմ ասում ժոտ ցեղասպանությունն են ժխտում, հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտում են, եկեք մի բան արձագանք, ինչա փոխվել է որ անենք։ Երբ որ գկա այդ ժխտումը այլ ձևով գթագի դուրը, այն ժամանակ այն հայտնի պատմության ոչ մեկի չեք կարողանա, ոչ հարևան եք ունենալու, ոչ էլ բարեկամ զանգահարելու։ Էսա իմ ուզածը։ Այսինքն պիտի թուրքերը հասնեն իրենց դռան շորի մոտ նոր հասկանան, որ ինչ որ բան այն չեն արել։ Ես տեսեք, չեմ ասում նրանք բութ են կամ չեն հասկանում, նրանք շատ ամենավտանգավոր հենց դա հասկանալով են լռում։ Ոչ թե իրեն չհասկանալու, չընկալողի դերով, իրենք շատ լավ քաջ գիտակցում են Նիկոլ Փաշինյանի եւ թիմի քայքայիչ գործունեությունը, հետևանքները նաեւ շատ լավ հասկանում են, թե ինչ ծանր ժառանգություն են ունենալու սրանցից հետո։ Այդ ժառանգությունը ո՞վ է մաքրելու։ Ավերակներ են մնալու։ Այդ փլատակները պետք է մաքրես, չէ՞ որ դրա տեղը նոր բան կառուցես։ Այսօր ամբողջը լցված են մի կոնգլոմերատի սպասարկելու։ Դա համար եմ ասում սպասարկումներ։ Բայց դուք դատի ուզում եք տակ Ժաննա Անդրեասյանի, ես դա էի ուզում հասկանալ։ Ախր Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարությունը ես եմ։ Ինչ եք Փաշինյանին թողել Ժաննա Անդրեասյանին դատի տալիս։
Հարցի մեջ էս պատասխանն է։ Ժան Անդրեսյանն է հենց Նիկոլ Փաշինյանն։ Մենք դատում ենք ոչ թե Ժան Անդրեսյանն, այլ կառավարությունը եսիմ իհարկե ես դա ասեցի, չէ՞ Ծիծեռնակաբերդ։ Ասի այսօր Ժան Անդրեսյանը արդեն ինքը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանն է, որ պետք է պատասխան տա փողերի լվացման արդյունքում բերված գումարի անհայտացման։ Ինքը պետք է պատասխան տա Ծիծեռնակաբերդը հոշորելու համար։ Պատասխան պետք է տա հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու հակաօրինական, քրեորեն պատժելի արարքի համար։ Պետք է պատասխան տա դասագրքերի համար, որը գովազդում էր։ Դա էլ գովազդում էր հանցագործություն, այսինքն պետությանը հասցված նյութական վնասի գովազդ առաջի դեմքով երեխաների որակյալ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի կոպտակուն խախտման գովազդ։ Բայց իրենք են սկսել կրթությունը նորաձև է շարժումը։ Աննա Հակոբյանը գնացել է Չինաստան կրթվելու, մեզ բոլորիս ներքաշել է այդ շարժման մեջ, միլիոններ են բյուջեից հատկացնում այդ շարժմանը, գիտեք, տարբեր դահլիճներ են վարձակալում։ Այդ շարժումը գիտեք, կրթվել նորաձևից դրա բանը կա բրոնզեդայրյան շրջանը կա, էլի մինչև քաղաքակրթականը, այդպես դապես ովքեր են իրենք, հա, զուտ որպես Աննա Հակոբյան եւ Նիկոլ Փաշինյան, ամուսնական զուրկ, առանձին միավոր մարդ վերցրած, ասենք մեդիումներ են։ Մեդիումներ, այսինքն միջնորդներ, որոնց միջոցով որոշակի պատում, տեքստ, ակնարկ, ենթագիտակցության վրա ներազդող ազդեցություն են գործում, որտեղ նրանց հետևում կա այն ուժը, որը բերեց, որը անհաղթահարելի ուժ եւ որակվեց հենց դրա համար։ Անան երբ որ սողեսող գնում էր Կալաշնիկովով 2020 թվականին, կա նկարները։ Պատերազմից առաջ։ Հա, պատերազմից առաջ։ Պատերազմից առաջ սողում էր առանց Կալաշնիկովի, հետո սողում էր Կալաշնիկովի հետ, հետո հայտնում էր ծաղկի փնջով։ Հիշում եք, քարի վրա կանգնած։ Հետո Աննան շապիկ է հագնում, շատ հետաքրքիր Էյնշտեյնի հայտնի ձևակերպով, որ տունը լքել, որից հետո հետևում է արցախահայության հայաթափումը, չէ՞։ Սիմվոլիկաները իրենց նշանակություն ունեն։ Հետո երկիր նայիրիով Չարենցի։ Այո, այդ ամեն ինչները դա մեդիումներ են, այսինքն մեսեջներ են, չգիտեմ այդ խումբը աշխատում է Հայաստանի Հանրապետությունում, ես գնահատական տամ 3-ին գումարած, որովհետև շատ կոպիտ եք աշխատում, շատ հեշտ է դեկոդ անելը, այսինքն վերցանելը ձեզ շատ հեշտ է եւ ոչ ճիշտ նյութ եք վերցրել, հա, այդ մշակումները անելու համար։ Իմացեք, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր կարող են շատ արագ վերցանել ձեր քայլերը, կարող եք խապել 100,000-ների, տասնյակ հազարների, ժամանակավոր կամ մշտապես, բայց շատ կոպիտ է, այդ նշանակում է հղկված չի ձեր որակական հատկանիշները։ Չգիտեմ, որ գրասենյակում են նշտում, բայց շատ վատ է, ասում, բավարարից մի փոքր հա։ Աննա Հակոբյանը այդ թիմին։ Այսինքն նա երևի չի փոխողը։ Աննա Հակոբյանը չի որոշող։ Աննա Հակոբյանը եւ Նիկոլ Փաշինյանը դրանք օբյեկտներ են, ընդհանրեն օբյեկտներ են, որոնց պետք է հրահանգել եւ դրանք այդ հրահանգը կատարեն, ինչպես է հրահանգում են, այսինքն հեծանիվ քշ։ Դա էլ է այդ սիմվոլիկայի մեջ։ Երկրում ծնողը փնտրում է իր երեխայի հետքը, ուզում է իմանալ որտեղ է երեխայի մարմինը, ադրբեջանական գերության մեջ է, մասունքները ցրիվ են եկել, որտեղ է, հողի տակ է խրամատի մեջ մնացել։ Երկրի վարչապետը հեծանիվ է։ Չէ, պաշտպանության նախարարը դեռ ուրիշ պատմություն է։ Դիակները դեռ լրիվ չեն հավաքվել, սառնարաններում են, դաշտերում հավաքում են դեռ։ Պաշտպանության նախարարը 2021 թվականի գարնանը հարսանիք արեց։ Իր հարսանիք։ Իր հարսանիք։ Դուք երևակայում եք այդպեսի բան։ Հարսանիք ճոխ, հարսի պարոյով։ Ես երջանկություն եմ ցանկանում իրենց ընտանեկան, բայց դա բոլոր պատկերացումից անդին է։ Պատերազմից հետո, ծանր պարտությունից հետո, երբ որ կան գերիներ, անհայտ կորածներ, անթաղ մարմիններ, ճոխ հարսանիք։ Բայց ինչ եք զարմանում, պարոն Դեմոյան, այս իշխանությունները մեզ երիտասարդներին հատկապես ասում են, որ քեֆ արեք, ուրախացեք, այնտեղ համերգների մասնակիցների թվականակն է հաշվում, վարչապետը հաթաթ գրում, Վարդավառին Սևանում քանի հոգի է եղել, գլխականակը հաշվում գրում է, ֆեստիվալներին քանի հոգի է եղել, ցնծացեք, ուրախացեք, ոչինչ չի եղել, ավելին դժգոհում են ընդդիմությունից, որ բանը ողբեք կապում անիմաստ է, այս ժողովրդին պահում եք սքի մեջ։ Հասկանալի, բարոյական որևէ արգելանք, սահմաններ, սահմանումներ, առանցքներ չունեցող մարդիկ։
ինչ էլ որ ասես, անձնական հայհոյանքն էլ եթե 10, իրենք դա կընդունեն, կմտածեն, բայց այստեղից ինչ կարելի է շահել, եթե իրենց մայր են հավել, փոխաբերական իմաստով եմ ասում, բայց այդ հոգեբանությունն է։ Եվ տեսեք, կան այն մարդիկ, ովքեր չեն ուզում պարզ վերլուծել լսածը, տեսածը, հա, ինչ են սրանք ասում։ Այն մարդիկ, եթե 10 տարի առաջ Արարատի մասին էս ասեիր, էս ամեն ինչ ասեիր, Ծիծեռնակաբերդ ասեիր, այդ մարդիկ կարող կոկորտը կրծեին։ Հիմա այդ մարդիկ 10 տարվա տարբերությամբ հարմարող ամենամեղմ բառն է։ Անսկզբունքային, անողնաշար, պատվազուրկ էակներ են։ Հանուն փողի, հանուն ճանաչման, չգիտեմ, ինչ որ բաների մոտ լինելու, նյութական ռեսուրսների տիրապետելու։ Իդեպ դուք ասել եք, որ նրանք, որոնք պատերազմից հետո Փաշինյանից աշխատավարձ են ստանում, դեռ աջակցում են, ծեխում են նրա արյունոտ ձեռքը, անբարոյականությունը դա եք որակել։ Ու այն մարդկանց, որոնք 2018-ին, հա, էյֆորիայի մեջ, այսպես ասած, պաշտպանել էին Փաշինյանին, անվանել էիք խաբեության զոհեր։ Հենց այս նույնատիպ պատճառաբանությամբ իրենց միամիտի տեղ դրած խաբեության զոհ է համարում այսօր նաև իշխանությունը պատերազմի պարտության մասով։ Օրինակ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերս հարցազրույցում հայտնում է, քննիչ հանձնաժողովի հանգամանքների հետ կապված, հայտնում է, որ պատերազմի մասին հետախուզությունը զեկուցել է, Օնիկ Գասպարյանը օրը անգամ իմացել է, բայց դե մեզ մոլորեցրել են, ինչ որ մարդիկ ուրիշ բաներ են ասել, մոլորվել ենք, ասում են հանգիստ եղեք, ոչ մի պատերազմ չլինի, ու իրանք այսպես միամտաբար խաբվել են, լսել են նրանց, այսպես սա արդարացում կարող է լինել, թե չէ պատերազմի համար։ Լավ, մի դրվագից վերցնենք, տարբեր դրվագներից կարելի է Տավուշի դեպքը։ Հա։ Այն որ ասում է ծանր մարտերից հետո սովետական զորքերը թողեցին 38 համարի շինել, հա։ Տավուշի դեպքերից հետո մետալների առատությունը Սարդարապատում, բայց ժամանակ ունեիք հաղթանակ էիք տոնում, ուզում էիք դուք էլ հաղթողներ լինեիք Ադրբեջանի դեմ, չէ՞։ Հիմա որ ուզում եք պարտվելը նաև լավ է, հաղթելը միշտ չէ որ հաղթանակ, բայց Տավուշը այդ ինչի տենց ուռացրեցիք, այդ մեդալներն ու կոչումներն ու դեն շռայլեցիք, տվեցիք, ամբողջ այդ մետաղի ջատոնի վերադեցիք իմաստը այդ մեդալների եւ շքանշանների։ Տավուշի դեպքերը ընդհանրապես հրահրիչ գործողություն էր եղել, որը Ադրբեջանի ներսում հանրությանը պետք է պատրաստեր մեծ պատերազմի։ Անդրանիկ Քոչարյանը դրա մասին գիտի, աղում դասախոսություն հատուկ իր համար կարտամ, դա ինչ է նշանակում։ Տավուշի դեպքերը հատուկ արված պրովոկացիա էր, որպեսզի Ադրբեջանը, հիշում եք, մտան մեջլիսի շենք, որպեսզի հանրությանը հոգեբանորեն պասը այստեղից է գնացել։ Պաս տվողը եղել է Նիկոլ Փաշինյանը իր թիմով։ Լելեթեփեով էր հպարտանում, գլխավոր գերագույն հրամանատար, ասում են այս հաղթանակները քոնն են, շնորհավորում էին մարտական մկրտությունը վարչապետի։ Խարացյան հրանուշներ գրում էր, տեսեք, քանի ամսվա մեջ, 2 տարվա մեջ բանակը անցավ սոսկալի բարելավումների ճանապարհով, դա երևաց Տավուշի դեպքերից հետո։ Ամբողջ սպասարկու անձնակազմը, որ ասում են ազգագրագետները բան լցվեցին, ասեն, բա տեսակ, մենակ նրանք չէին հաղթում կամ բանանում։ Մենք է կարող ենք։ Բա հետո հայտարարություններ այդ Շուշի, Ղարաբաղի հետ կապած, Արցախի վախենում էիք եւ այդ ո՞նց է, որ մենք վախեցաք դրանից արտահայտել։ Բա առույց էիք ճողում, չէ՞, Տավուշի դեպքից հետո։ Այդ մոռացաք, որ դրանից հետո տրամաբանորեն իհարկե Անդրանիկ Քոչարյանը թաքցնում է հետքերը, իր առաքելությունը հենց դա է։ Այս նույն Անդրանիկ Քոչարյանը չէ՞ որ ասում է ցեղասպանության զոհերի անուն պետք է հիշենք, որտեղ հանձնարարությունն է տվել ով, հիշում եք ով էր տվել իրան հանձնարարություն։ Նիկոլ Փաշինյանը։ Հա։ Մեր վարչապետը հանձնարարել ու մի հատ էլ պարզեք ձևակերպում ցեղասպանության ժամանակ ինչ կան զոհեր, այդտեսին կարող է պլյուս մինուս էլ իրանց սիրած, չէ՞, մարդագլխականակը կյանքն ու մարդկային ճակատագրերը պլյուս մինուսով են իրանց մոտ։ Հետո հետ կանգնեց, որ ասեմ տղամարդուն վայել չի։ Բան Քոչարյան հետ չփան։ Երբ որ խոսք ասում է տղամարդ,
հետ մի կանգնեք։ Ճիշտ է, հողը տվել են վարչապետին, անունը հնչեցվել էր, բայց տղամարդկային պետք է մնալ մինչև վերջ։ Հետո ասեց, որ չէ, այդպիսի բան չենք ասեն, հայտնի ձևով էլի քիչ-քիչ կես Բայց քայլերով իսեր Աստծո, այն դեպքն է, որ թող հետ կանգնի իր խոսքից ավելի լավ է, քան գնան բայց ես միջև վերջ ու գիտեմ իրապետը։ հանձնարարություն են տվել, նույնիսկ դրամ են տվել, գիտեք դա ինչ ապուշությունն է, նստել հաշվել զոյրի թիվը։ Ամբողջական գյուղեր եկեղեցական ծխամատյաններով ոչնչացվել են, այսինքն դու նույնիսկ չես գտնի լուսանկարը, չես գտնի այդ մարդու անունը, դու եթե չունես Օսմանյան կայսրության պահպանված արխիվային տվյալ, որը հնարավոր է ոչնչացված է, այդպիսի քայլի մոտենալը առնվազն դավաճանություն է։ Դու կասկածի տակ ես դնում, թուրքական կողմին տալիս ես, ընդ որում դա արել էր նախկին տնօրենը, վտանգավոր բան, սկսել էր տպագրել ցանկեր, անուններ, մի քանի հազար մարդու անուններ տպագրել։ Դա խայտարակություն, բոբիկության չգիտեմ որ աստիճանն է, էլի, երբեք դու չես կարող ցեղասպանության պարագայում, հрьяաների պարագայում ինչի էր դա հեշտ։ Ոչ թե տարբերությունը 30 տարի։ Գերմանացիները իրենց մանրակրկիտ բծախնդրությամբ արձանագրում էին բոլորի անունները։ Փաստաթղթավորում, այո։ Հա, բոլորին որ պետք է տանեին ոչնչացման գնդակահարման կամ մարդուց մաս հանեին, չգիտեմ, ատամի ոսկին հանեին, պրոթեզի։ Այդ ամեն ինչը արձանագրում էր։ Ինչքան է ոչնչացնեն, բայց այդ փաստաթղթերի մեծ մասը կա հասանելի է։ Հիմա դուք ուզում եք ամբողջական երկրամաս ուղակի մարդ չի մնացել, ընտանիքներ ու գերդաստաններ ոչնչացան, ոչ մի տեղեկություն չկա, դուք ուզում եք իրանց մասին տեղեկություն։ Բայց ինչ էր տալու այդ ցուցակ, լավ, ասենք մերոնց, եթե հայկական շահ էստեղ որն էր, ինչ էր դա տալու այդ ցուցակը։ Թաքնված մեսեջը բացատրում, թաքնված մեսեջը ուղղված թուրքերին։ Չէ՞ որ թուրքերն էլ շատ հանգիստ պաս պետք է ընդունեն, չէ՞, ինչպես Տավուշի դեպքերն է։ Պաս պետք է տային թուրքերին, որ թուրքերը ասեն, հա, եկեք հələ, արխիվի իրաց մոտ է ցույց չեն տալ։ Մեր հանձնաժողովներն էլ կան։ Դուք ասեք մեզ, քանի զոհ կա, քանի հազարով պտիներ կան։ Ну հազիվ ասենք 15-ից 20,000 անուն կարողանան իդենտիֆիկացնել։ Բա ինչ 1.5 միլիոնի մասին եք խոսում էլ է։ Դա էր գալու հանգրվանը։ Պարզ է, պարոն Դեմոյան, եզրափակենք մեր զրույցը մի այսպիսի ինձ համար շատ ցավալի դրվագով։ Պատերազմի մասնակիցները 44 սուրիայի տարբեր ջերմուկյան մարտերի մասնակիցները իրենց ստացած շքանշանները, պատվոգրերը կառավարության շենքի առջև, ընդ որում շատ հատկանշական էր այդ անձրևային եղանակը, հա, այդ շքանշանները դրեցին ուղղակի աստիճանների վրա կառավարության շենքի ու անձրևի տակ ոստիկանների շրջափակած ոստիկանների ոտքերի մոտ հանձնեցին իրենց պարգևները ի նշան բողոքի։ Դուք սրանով այս տեղեկատվությամբ կիսվել եք նաև ձեր Facebook-յան էջում ու պատվախնդրության կոչ էիք արել նաև մյուս զինվորականներին։ Սա կարող է այսպես շղթայաբար բերել արժեքային համակարգի փոփոխության ու ինչ կլինի արդյունքում, երբ որ բոլոր զինվորականները գիտակցեն իրենց ստացած այդ շքանշանների արժեքը եւ վարվեն նույն կերպ, ինչ այդ 7 տղաները։ Մեր հասարակությունը կատարսիսի մակրագործման լուրջ առողջացման ախտահարված է, բոլոր առումներով ախտահարված է, հոգեբանական, հոգեբուժական մակարդակով։ Այդ կատարսիսը մակրագործումը եթե չեղավ, մենք ուղղակի կանգնած ենք եւ նույնիսկ դուրն ենք ծեծում երկրորդ ցեղասպանության։ Կկորցնենք եւ սա կդառնանք գաղթական ոչինչ չունեցող։ Այդ առողջացման նախանշաններն ենք մենք տեսնում։ Ես կուզենայի, որ սեպտեմբերի 21-ի համերգին երաժիշտները դուրս գային եւ չնվագեին Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։ Դա կլիներ պատմական քայլ, դա կարձանագրվեր բոլոր դասագրքերի մեջ։ Որպես այսօր երկու զինվորական, չէ՞, կարծեմ դա արեցին։ Առաջինը 7 հոգի էին հավաքված հրապարակում։ Ես գտնում եմ, որ առաջինը այդ կերպ իրենք հարգանքի турք մատուցեցին զոյրի եւ անհայտ կորածների հիշատակին։ Հա, այդպես ասեմ, դա հարգանքի турք էր։ Դա էգոիստական քայլ չէր։ Երկրորդ իրենք ցույց տվեցին, որ չեն կարող այն անձից ստանալ պարգև, չնայած որ դա տեղի ունեցել։ Որ միշտ կարելի է հրաժարվել, դա է վերջնարդյունքը, դա երբ որ անում ես, դու ընդունում ես եւ սխալ, եւ անընդունելությունը, որ դա վերցրել ես, եւ ստանալը։ Այս պարագայում իրենք ասեցին, որ մենք չենք ուզում պարտված պատերազմի արդյունքում ստանալ այսպիսի բան, չնայած որ դա ծառայությունների համար է, բայց դա վերջին հաշվով ոչ մի բան չի հաղթանակի դեպքում դա քաղցր պարգև է։
Դա էլ չնայած, ասեմ, որ արժե զրկվեց, երբ որ մենք տեսնում ենք մեր գեներալների մետաղի Մենք ինքան մարդկանց ենք տեսնում կիլոյով շքանշաններով, զրահապատված, արժե զրկվեց ամեն ինչ, իմաստ եւ այլն եւ այլն։ հետո նույն մարդկանց քրեական գործեր էին հարուցում, ասենք հերոսի կոչում էին տալիս, շքանշանը տալիս էին, հետո ասֆալտին պարկեցնում։ Գեներալների կոչումներ տալը այն դեպքում, երբ որ պատերազմը արդեն կանխատեսված ելքով էր, դա տալ դա կաշառք էր։ Պատերազմի ժամանակ պարտության դիմաց կաշառք տալն էր զինվորական։ Ընդ որում Տիգրան Խաչատրյանին օրինակ նույն դրվագի համար էին տվել, որ դրվագը հետո քրեական գործով անցնում էր, այսինքն մարդուն տալիս էս կոչում։ Աբսուրդի թատրոնը։ Դրա համար պետականության հարաբերականացում ես խոսեցի դատական համակարգի։ Պետականությունը որպես այդպեսին չկա։ Ձևակերպումս միշտ կրկնում եմ, 18 թվականից առաջ պետականությունը գտնվում էր մահամերձ վիճակում, մահամերձ ցնցումների մեջ։ 18 թվի տեսքով եւ ձևով եղանակով իշխանության փոխանցումը արձանագրեց հայոց պետականության կլինիկական մահը։ Ինչու, որովհետեւ Նիկոլից հետո մենք ինչ մեխանիզմ ժողովրդավարական, սահմանադրական, ոնց պետք է պետականությունը վերահառնի, վերակենդանանա, երբ որ դու ունես այսպիսի նախադեպ եւ համակարգը այնպիսին է, որ ինքը չի հետաքննի, չի պատժի 18-ի համար։ Դուք ուզում եք իշխանափոխություն լինի։ Ես բառը չեմ հասկանում այս դեպքում իշխանափոխություն, որտեղ իշխանափոխություն ասելով պետք է ընդունեմ, որ սրանք իշխանություն են։ Հա, պիտի ընդունեք, տայց։ Իշխանափոխություն ասելով ես պետք է ընդունեմ, որ տեղի ունեցել իշխանության ինչ որ process-ով, օրինական թե հակաօրինական, իրականում դա բռնաբարության տեսակ էր քաղաքական, ինչ որ տեղի ունեցավ Երևանում 18 թվականի ապրիլ։ Ոչ բռնի թավշյա, դա ես անվանում եմ կրկես իր սպասարկումներով եւ իր ծաղրացումներով, հա, այսպես ասած։ Եթե մենք իշխանափոխություն ենք, ուրեմն լեգիտիմացնում ենք նրանց իշխանություն լինելը։ Այդ նույնը հիմա գալիս ենք շատ է, չէ՞, հիմա թմկահարվում impeachment։ Impeachment-ը ընդհանրապես սրանց իշխանություն լինելու լեգիտիմացումն է ապահովում։ Երկարաժամկետ, դա ձգում ենք մինչև միշտ ընտրությունները։ Միշտ ընտրություններն impeachment-ը անվստահություն հայտնելը եւ նրանց հեռացնելը չի։ Ոչ, impeachment-ով իմ պատկերացմամբ լեգիտիմացում է ոչ ուղղակի, այսինքն impeachment ում է ընտրված իշխանության, ես գտնում եմ նրանք ընտրված չեն։ Դե ամեն դեպքում հիմա լծակներ ունեն եւ այդ պաշտոնները զբաղեցնում են պրոցեսը իրականացում են այն մարդիկ, որոնք չպետք է այսօր լինեին ընդդիմություն, որպեսզի էլի ընդդիմություն լինելով չլեգիտիմացնեին իշխանության, հա, կարող ոնց եք պատկերացնում բալուծումը։ Երկու լուծում կա, մեկը բռնի ուժով, որը չեմ տեսնում հրապարակում մոբիլիզացնող ուժ, որովհետեւ տոտալ վերահսկում է, տոտալ փորձեր են ցանկացած անկախ աշխատող խաղացող հայտարարություն անողի նկատմամբ վերահսկում իշխանը եւ նրա վտանգի տեսնելը։ Հա, փորձում են ուղղակի բան, հիմա այդ դատական բաները նույն process-ով մի քիչ ինչ շեղ են զբաղեցնեն եւ այլն, որ ես Բամյուսը ոչ բռնին։ Դա այդ ընտրություններն է, որտեղ մենք ինչ ունենք, մենք ունենք Թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն, որից հետո ընտրական բանը չէ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ մի քանի տարի մնաց նույնը, որին մեղադրում էին ընտրություններ կեղծելու մեջ։ Տիգրան Մոկոչյանին։ Շատ լավ հիշեցի, չէ՞։ Բայց հիմա էլ փոխեցին Վահագն Հովակիմյանով։ Իրենց ընտրությունները նախնական 18-19 թվականների, չէ՞, այդ ընտրությունները բոլոր Երևանի քաղաքապետի։ Առաջին մարտը, որը ոչ թե աշխատանքից պետք է հանեին, այլ պետք է, չգիտեմ, հրապարակային իրենց, եթե դրանք ճիշտ էր, հա, իրենց հեղափոխականությամբ։ Առաջինը պետք է թիրախավորեն հենց կենտրոնական ընտրական։ Այսինքն, եթե դուք ասում եք, որ նախկին իշխանությունները ընտրություններ են կեղծել, ապա գլխավոր կեղծող անձին, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն էր, ինչի թողեցի։ Հա։ Թողեցին, որ հետո ծառայի իրենց։ Ոչ, նախկինը իր թելերը պահեց իր ձեռքում։ Գիտեք, չէ՞ որ հեղափոխություն չի եղել։ Չասեմ ով ոստիկանապետ դարձավ, ով դարձավ ԱԱՑ-ի նախագահ, ովքեր դարձան նախարարներ եւ այլ պաշտոններ զբաղեցին, իշխանությունը որպես այդպեսի նույնն է։ Եթե փորձենք այսպես շատ པարս վերլուծություն չխորանանք դասախոսության համակարգով, դա նույն իշխանությունն ուղղակի բերվել են այլ կոնգլոմերատ փոխատեղման բանով, այլ դեմքեր են բերել, որոնք պետք է անեն ամենաարգահատելի, ամենակեղտոտ, ամենազզվելի գործերը։ Հիմա ոնց հեռացնել իրենց։
իրենց հեռացնելը շատ տեխնիկական կարող է լինի, բայց կարող նաև օրենքի տառին համաձայնեն, այսինքն բերեն մինչև իշխանություն ընտրություններ, իսկ ընտրությունների ժամանակ գիտեք, տեխնիկան հղկված է, մշակված է, վաղուց տեխնոլոգիաները փորձառությունը կկիրառվի ըստ նշանակության։ Հույս չներշնչեց ձեր խոսքը։ Չէ, ես իրատես եմ, ռեալիստ եմ, ես ռեալիստ եմ հայ մտավորականության սնանկությունը արձանագրելով, եթե դու չունես հասարակություն 88-ին, այդ մտավորականությունը դրոշակակիրն էր, եւ դրոշներ, եւ դրոշակակիրներ, հասարակությունը բյուրեղացած էր, եւ հետևում էր այդ լեզվին, ինչ որ ընդունում է դա հեղինակություն էր, ընտրել էր ինքն էր ընտրել իր ղեկավարությունը, դրան ենթարկվում էր։ Այսօր ինչ որ մեկը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը ինքը դադարեցնում է։ Հա? Այդ ինչ որ մեկը հավաքական կերպար է։ Մեր հասարակության հավաքական կերպարն է, մեր բոլոր մեղքերի պատմական, ներկայիս ժամանակաշրջանի մեղքերի արտացոլանքն է ընդհանրապես։ Փաշինյան Նիկոլ։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Դեմոյան, այսօր այսքանը սիրելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն էր։ Ես առաջարկում եմ, որ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին, կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։